Պեսկովը ՆԱՏՕ-ն անվանել է թշնամական դաշինք, որը Ռուսաստանին համարում է իր թշնամին։ Ինչ վերաբերում է Հյուսիսատլանտյան դաշինքին, դա մեզ թշնամի դաշինք է, որը մեզ համարում է իր թշնամին եւ ձեռնարկում համապատասխան թշնամական գործողություններ։ Ահա թե ինչպես ենք մենք դիտարկում այս դաշինքը։ Լրագրողներին ասել է նա, մեկնաբանելով ԱՄՆ նախագահի հայտարարությունները, որ նա քննարկում է ԱՄՆ-ի դուրսբերումը ՆԱՏՕ-ից։ Թրամփը ժողովրդին դիմաց ուղերձում նշել է, որ ամերիկյան զորքերը շուտով կավարտեն իրենց գործը Իրանի դեմ պատերազմում, քանի որ հիմնական ռազմավարական նպատակները մոտ են իրագործմանը։ Նա նաև սպառնացել է, որ եթե Իրանը հրաժարվի համաձայնվել Վաշինգտոնի պայմաններով գործարքին, ԱՄՆ-ն շատ ուժեղ հարված կհասցնի նրանց բոլոր էլեկտրակայաններին, հավանաբար միաժամանակ։ Թրամփը իր 19 րոպեանոց ուղերձում կրկնել է, որ ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի ռազմածովային ուժերը եւ օդուժը, կաթվածահար է արել նրա բալիստիկ հրթիռների եւ միջուկային զենքի ծրագրերը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հաջորդ շաբաթ կայցելի Վաշինգտոն Թրամփի հետ հանդիպելու համար։ Այցի մանրամասները դեռևս չեն ճշտվել, սակայն դաշինքի խոսնակը վստահեցրել է, որ Ռյուտեի այս այցը վաղուց էր ծրագրված։ Ուկրաինայի հարցի կարգավորման վերաբերյալ եռակողմ բանակցությունները դադարեցվել են, սակայն ռուսական կողմը կապի մեջ է ամերիկյան կողմի հետ եւ քննարկում է այն։